Երկու օր է քաղաքական ակտիվ քննարկումների շրջափուլում նոր երանգ է ստացել հունիսի 7-ից հնչող գլխավոր հարցը. ինչու շուրջ 60,000 ընտրողից ձայն ստացած կուսակցությունը դուրս մնաց ազգային ժողովից։ Քաղաքական տարբեր ուժեր արձանագրում են, որ իշխանության թեթև ձեռքով եւ սահմանադրական դատարանի կնիքով Գագիկ Ծառուկյանի գլխավորած Բարգավաճ Հայաստան կուսակցությունը զրկվեց падգամավորական մանդատներից ու դուրս մնաց 9-րդ գումարման ազգային ժողովից։ Առաջին նիստի առաջին ելույթներում հենց այդ հարցադրումն էր։ Բանը հասավ այնտեղ, որ ԿՊԱ-կան падգամավորը ասում է, ով որ ընտրություն ա կեղծել, շան տղա է։ Ժողովուրդ ջան, սուս մնացեք։ Սուս մնացեք, ժողովուրդ ջան։ Դուք օրը ցերեկով 60,000 քաղաքացու ձայն գողացել եք։ Մանդատները գողանալով միայն չեք բավարարվել։ Դուք այդ մարդուն հիմա ունեզրկում եք։ Ես երբեք չեմ կիսել Գագիկ Ծառուկյանի քաղաքական ճաշակը։ Երբեք չեմ կիսել։ Բայց դուք այդ մարդու ձեները գողացել եք, մանդատները գողացել եք, հիմա էլ ոտնձգություն եք իրականացնում իր ունեցվածքի նկատմամբ։ Գործընկերներ ջան, նկատել եք։ Այդ մարդը Արարատ անունով ինչ ունի, հիմա վերցնում են, ֆիքսել եք դա։ Ես վստահ եմ անգամ, որ ունեցվածքը չի հարցը, այդ ցուցանակներն է հարցը։ Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատի ցուցանակը հանելն է երևի հարցը։ Արարատ ցեմենտ գործարանի ցուցանակը հանելն է խնդիրը։ Դարպասներն էլ չի ոնց որ վստահեցնում եք։ Ես վստահ եմ, որ խնդիրը դա է։ Կամ պարոն Ալեքսանյան, մուլտիվելնեսը, եթե չեմ սխալվում, այնտեղ եք, չէ՞, մարզվում։ Այդ մարզվելու ընթացքում եք հասկացել, որ ապօրինի շինարարությունը ու պետքա քաղաքապետարանը խլի, ու երբ որ պարզվում է գործընկերներ ջան, Մերօրյա Հայաստանում, իրական Հայաստանում, ինչպես պնդում է այս իշխանությունը, երբ որ ցուցանակը փոխում ես, դառնում է օրինակը, մուլտիվելնես այլևս օրինակն է, որտեղ այս իշխանությունները խլել են, իրենց ցուցանակը փակցրել են։ Իրենց ձայնը իրացնելու իրավունքից զրկվեցին նաև կուսակցության օգտին քվեարկած տասնյակ հազարավոր քաղաքացիներ։ ԲՀԿ-ի մանդատների, ընտրողների ձայների եւ իշխանության քաղաքական պատասխանատվության շուրջ ծավալված սուր հակադրությունը գրեթե բոլոր ընդդիմադիրների ելույթներում են։ Դուք գիտեք, թե ինչ եք արել հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 2-ին կանգնեցնելով ԿՀ ուղիղ հեռարձակումը։ Դուք գիտեք, որ գնացել եք ընտրությունները կեղծելու ճանապարհով։ Երեկ, պարոն Ռուբինյան, այս ամբիոնից դուք հայտարարեցիք, թե ընդդիմությունը չի ուզում ընդունել ժողովրդի ընտրության արդյունքը։ Հիմա հարց ունեմ ձեզ, դուք որպես քաղաքական ուժ ընդունում եք 60,000 Հայաստանի հպարտ քաղաքացու ընտրությունը, այդ ինչպես եք ընդունել, որ այստեղ մի ամբողջ խմբակցություն բացակայում է։ Ժողովուրդ 4 էջի վրա սահմանադրական դատարանը արձանագրել է, թե ձեր կուսակից նախկին падգամավոր հայկական ժամանակի նախկին լրագրող Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գողացել է Բարգավաճ Հայաստան կուսակցության ընտրողների քվեն, ոնց սրա հետ հանգիստ լինեն։ Պատկերը այնպեսին էր, որ այստեղ պետք է լիներ 4-րդ խմբակցությունը, Բարգավաճ Հայաստան խմբակցությունը, որը ստացել էր այդ ձայները, որից ուղղակի գողացան։ Այդ մանդատները ուղղակի գողացվեցին, որպեսզի դուք ունենաք 3/5։ Հիմա ինչքանով է սա բարեկիրթ։ Ընդդիմադիր շեմը հաղթահարած ուժը Բարգավաճ Հայաստանի ձայները գողացվել է։ Հետևաբար, այս խորհրդարանը ունի լեգիտիմության լրջագույն խնդիր նաև այս խորհրդարանի ձևավորած կառավարությունը։ Ասում ենք, դուք կարող եք ասել, բայց քվեատուփեր չեն գողացվում։ Այսինքն ոնց է այլ ընտրությունները կեղծվում։ Հա, 21-րդ դարում քվեատուփ կարա չգողացվի ընտրության կեղծելու համար, բայց դուք պատկերացնում եք, քանի քվեատուփ պիտի գողացվեր ու ինչքան քվեաթերթիկ պիտի լցոնվեր, մի ամբողջ ուժ 50,000-ից ավել ձայն ունեցող ուժի ձայները գողանալու համար։ Հիմա այստեղ պետք է նստած լիներ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Բարգավաճ Հայաստանին ձայն են տվել մոտ 60,000 մեր հայրենակիցներ։ Դուք ուղղակի ոտատակ եք տվել մեր հայրենակիցների քվեն եւ մոտեցումը, իրենց քաղաքական դիրքորոշումը։ Այստեղ Բարգավաճ
Հայաստանը պետք է լիներ եւ դուք կերել եք իրենց ձայները։ Այ դրանով նաեւ դուք լեգիտիմ չեք։ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը կասկածի տակ է դնում իշխանության հետ կառուցողական աշխատանքի հնարավորությունը, նշելով, որ դժվար է խոսել համագործակցության մասին, երբ դեռ բաց է մնում 58,000 ընտրողի ձայնի հարցը։ Այն ուժը, որը 58,000 բաց մարդու ձայն է կեղծել, այն ուժը, որը գիշերը ժամը 2-ին կանգնացրել է քվեաթերթիկների հաշվարկը, չեմ կարծում, որ իրենք կառուցողական աշխատանքին պատրաստ են։ Արտախորհրդարանական ուժերից Էդմոն Մարուքյանը ոչ միայն չի շրջանցում թեման, այլև մեղադրանքների վեկտորն ուղղում է բոլոր ուժերի դեմ։ Այսօր տեղի ունեցավ ըստ էության ԲՀԿ մանդատների գնդակահարության բանը, քելեխը, եւ այդ քելեխին մասնակցում էր նաեւ օպոզիցիան։ Այդ մանդատները ծամվեցին, կերան, եւ նենց չի որ իշխանությունը միայնակ կերավ այդ մանդատները, այդ մանդատներից 3-ը իշխանությունը վերցրել է իրեն, մեկը հասել է ուժեղ Հայաստանին եւ մեկը հասել է Հայաստան դաշինքին։ Այսինքն օպոզիցիան իշխանության հետ միասին մասնակցելով այս process-ին, վերցնելով իր փայը, լեգիտիմացրեց ԲՀԿ-ի մանդատների ալափը։ Հանրային դաշինք արտախորհրդարանական ուժը հայտարարում է, որ այս ազգային ժողովը լեգիտիմության լրջագույն խնդիր ունի։ Ընտրախախտումների գագաթնակետն էր ԲՀԿ-ի դեմ իրականացվածը։ Քաղաքական այս միավորը հայտարարում է, որ պետք է վերանա միահեծան իշխանության համակարգը եւ բացառվի, որ ընտրելու իրավունք ունեցողների 30%-ից եւ ընտրություններին մասնակցածների 50%-ից պակաս աջակցություն ստացած որևէ ուժ 5 տարի շարունակ միանձնյա վերահսկի օրենսդիր եւ գործադիր մարմինը ազդեցություն ունենա դատական իշխանության եւ իրավապահ համակարգի ձևավորման վրա։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ գրում է. օգոստոսի 2-ից գործող իշխանական համակարգը լեգիտիմության հիմքեր չունի։ Մելիքյանը այսուհետև հանրային խոսքում կօգտագործի դե ֆակտո ազգային ժողով եւ դե ֆակտո կառավարություն ձևակերպումները։ Նշում է, որ իր համար հարցականի տակ է դրված ոչ միայն մեկ քաղաքական ուժի ներկայացվածությունը, այլ ամբողջ իշխանական համակարգի լեգիտիմության խնդիրը։ Ալլա Դավթյան, Էպիկենտրոն։